Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ահա, բացակայում եք։ Ոչ։ Լավ, ո՞րն է այսօրվա մեր դասի թեման։ Ասաննայի։ Այսօրվա մեր դասի թեման է հզորություն։ Հզորություն։ Լավ։ Ինչ եք հասկանում հզորություն ասելով։ Հզորությունն այն ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է միավոր ժամանակահատվածում կատարած աշխատանքը, որը Եվ հարաբերությունը այն ժամանակին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։ Լավ, ապրեք։ Սուսաննա, հիմա դու ասա, հզորությունը ինչ բանաձևով ենք հաշվում։ Մենք հզորությունը նշանակում ենք n տառով, n-ը հավասար է ան բաժանած t, այսինքն n-ը հավասար է աշխատանք բաժանած ժամանակ։ Այդտեղին գրված են ածանցյան միավորները։ Տեսնենք, արտահայտենք վատով, ՄՀ-ում հիմնական միավորով։ 1 կիլովատը մեգավատը հավասար է 1 կիլովատ։ Ինչպես կարելի է համատել տարբեր մարմինների հզորությունները, ասա տեսնենք։ Մենք կարող ենք պատկերացնել, որ ունենք ինչ-որ հողատարածք և այդ մեծ հողատարածքը տրակտորը ավելի արագ կվարի, քան մարդը, որովհետև տրակտորի հզորությունը ավելի մեծ է, քան մարդու հզորությունը։ Որովհետև թե քանի որ տրակտորը ավելի քիչ ժամանակում կհերկի դաշտը, ուրեմն նրա հզորությունը ավելի մեծ է։ Այստեղից ենթադրում ենք, որ տրակտորի հզորությունը ավելի մեծ է։ Նստիր, լավ, այդ ինչպիսի օրինակներ կարող ենք բերել, ասենք։ Օրինակ, վերամբարձկռունկը իր աշխատանքը ավելի արդյունավետ և արագ կատարում, քան բանվորը, այստեղից կարող ենք հետևել, որ վերամբարձկռունկը հզորությունն է նրա ավելի շատ։ Այժմ այս թեման, հզորություն թեման հատվում ենք կոդը 77, 28, 43 մուտք եք գործում ձեր անուններով Վարդուհին երրորդ տեղում է։ Հիմա հասկանանք ձեր սխալները, ինչպես տեսնում եք, կանաչով նշված են ձեր ճիշտ պատասխանները, կարմիրով նշված են ձեր սխալ պատասխանները։ Որ հարցն էր, որը ձեր համար դժվար ստացվեց։ Կարող եք ասել, ինչ-որ մեկը մի հարց նշել։ Ահա, եկեք տեսնենք հարցերը։ Որքան է մեքենայի հզորությունը, եթե այն 2 վայրկյանում կատարում է 400 ջոուլ աշխատանք։ 2 հոգի ճիշտ են նշել, 2000 վատ։ Ինչպես ենք հաշվում մեքենայի հզորությունը։ Սուսաննա, գնա գրատախտակի մոտ։ Ուրեմն համառոտագրենք։ Մեզ տրվածը ինչ է, եթե այն 2 վայրկյանում ժամանակը տեն հավասար է։ Կատարում է 4000 ջոուլ աշխատանք։ Այո։ Գտնենք որքան է մեքենայի հզորությունը։ Մենք ավարտեցինք հզորություն թեման, այժմ անցնելու ենք բարդ մեխանիզմներ թեմային։ Ինչ են իրենից ներկայացնում բարդ մեխանիզմները, ինչ սարքել են դրանք։ Օրինակ, ես տեղանին
նույնպես այլ մեխանիզմների թվին է պատկանում։ Կշեր իր կշռաքարերով։ Լծակներ։ Սա կոչվում է ճախարակ։ Տեսեք ճախարակ։ Հիմա մենք կծանոթանանք լծակների և ճախարակի աշխատանքի սկզբունքին։ Պրեզենտացիա պատրաստված կարճ մեխանիզմներ թեմայի վերաբերյալ։ Բայց մինչև թեմային անցնելը, ես ցուցադրեցի իհարկե որոշակի սարքեր, մինչև թեմային անցնելը մենք կահույթով թեստ կկատարենք, որպեսզի հասկանանք դուք որքանով եք ծանոթ այս թեմային։ Բարձ մեխանիզմներ, թեման բարձ մեխանիզմներ սկսեցինք։ Բարձ մեխանիզմներ են, պատասխանները տեսնում եք էկրանին, դուք այդտեղ գույն եք ընտրում։ Լծակը, թեքարտությունը, ճախարակը, լծակը, ճախարակը, թեքարտությունը։ Ահա, արդեն ընտրել եք պատասխանը։ Լծակի հավասարակշռության կանոնը։ Լծակը հավասարակշռության վիճակում է, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այլ ուժերի բազուկներին։ Արդեն մենք գիտենք որն է կոչվում ուժի բազուկ։ Ուժի բազուկը որն է հենման կետից մինչև ուժի ազդման կետը եղած հեռավորությունը։ Բանաձևը լծակի հավասարակշռության կանոնի բանաձևը ունի հետևյալ տեսքը. F2 հարաբերած F1-ը հավասար է L1 հարաբերած L2, որտեղ F2-ը եւ F1-ը լծակի ծայրերին կիրառված ուժերն են, L1-ը եւ L2-ը այդ ուժերի բազուկները։ Այս կանոնը կարելի է դրել նաև հետևյալ կերպ. F1 անգամ L1-ը հավասար է F2 անգամ L2։ Լծակի ծայրերին կարող են ուժեր կիրառել։ Ահա, եթե ես լծակի մի ծայրից կախեմ 50 գրամանոց բեռ, իմ այս մեկ կշռաքարը 50 գրամանոց է։ Լծակի հավասարակշռությունը կխախտվի, որպեսզի լծակի հավասարակշռությունը վերականգնեմ, ես մյուս ծայրին նույնպես բեռ պետք է կախեմ, ճիշտ է։ Հիմա եկեք տեսնենք այդ բեռը որտեղից կախենք, որ լծակի հավասարակշռությունը վերականգնվի։ Հիմա բաժանվում ենք խմբերի, երկու խմբի ենք բաժանվում, կենտ համարները մի խումբն են ձևավորում, զույգ համարները մյուս խումբը։ Հավասարակշռել լծակը այդ բեռների օգնությամբ։ Մի ծայրից կախում եք մեկ բեռը, մյուս ծայրից կախում եք երկուսը։ Եվ փորձում եք հավասարակշռել, հատում եք նաև բազուկները, գրի եք առնում տետրերում։ Հասկանալու համար այդ թեմանկետի հարցը։ Հիմա դուրը բացի այս մասից։ Որ դեպքում էր ավելի հեշտ բացել դուրը։ Դուրը ավելի հեշտ է բացել բեռնակի մոտից, քանի որ բեռնակի մոտից մինչև ծնիներ են բազուկը ավելի մեծ է, իսկ գործադրվող ուժը ավելի փոքր, իսկ երբ փորձում ենք բացել այստեղից, բազուկը ավելի փոքր է, այսինքն պետք է գործադրվող ուժը ավելի մեծ լինի։ Պետք է համապատասխանություն կատարվի։ Պարզ մեխանիզմներ լծակ թեման կատարեք համապատասխանություն, հաջողություն եմ ցանկանում։